Հիմա Սամվել Կարապետյանը նախաձեռնում է նորից համախմբում։ Եթե այդ նորից համախմբման բանը պետք է լինի, լոզունգը պետք է լինի ուժեղ Հայաստան միայն Սամվել Կարապետյանի հետ, ապա ոչինչ չի ստացվի։ Ոչինչ չի ստացվի, ինչպես չստացվեց։ Ոնց ասում էին, միայն ուժեղ Հայաստան, միայն բառը ավելորդ է, ավելորդ։ Եվ դա շատ մարդկանց մոտ բան էր առաջացնում, հակառակ ռեակցիա էր առաջացնում։ Համախմբումը չեղավ ըստ էության։ Հիմա համախմբումը փորձում է կազմակերպել, դա շատ բան է։ Այսօր ես լսեցի Վարդան Ղուկասյանի դոգի բանը, ուղերձը, այսպես Սամվել Կարապետյանի, որ նախաձեռնում է, բայց բանից։ Ես ոնց կարամ այս մարդու կլոր սեղան նստեմ, այս մարդու կլոր սեղան նստեմ։ Հենց բաժինը պետք է հաղթահարվի։ Եթե քաղաքական ուժերը կարողանան վեր կանգնել եւ լուծել առաջի հարցը պետք է դնել բոլորի առաջ, ոչ թե իշխանափոխություն, ոչ թե Նիկոլին հանենք Սամվել Կարապետյանին դնենք, այլ առաջի հարցը պետք է լինի Նիկոլին անել։ Այսինքն Նիկոլին հեռացնել իշխանությունից։ Եվ եթե անել միասնական ուժերը, բոլոր այն ուժերը, ովքեր ուզում են փրկել հայրենիքը։ Եվ երբ որ Նիկոլին հեռացվի իշխանությունից, այդ ժամանակ արդեն թող այդ ուժերը քաղաքական իմաստով իրար խարակիրյան, իրար փորթափեն եւ գան իշխանության արդար, թափանցի, հավաստակ պայմաններում, առանց վարչական ռեսուրսների, առանց ռեպրեսիվ ապարատի կիրառման։ Փորթափելը արյուն է հեղվելու։ Քաղաքական իմաստով չեք լսում։ Լսում։ Պարոն Աղազարյան, երեք Սամվել Կարապետյանը իր ակտիվիստում նաև կոչ արեց ընդդիմադիր գործիչներին, որ իրենց խորհուրդներ տալու փոխարեն մանդատները վերցնեն թե չվերցնեն, ավելի լավ է իրենց կողքին կանգնեն։ Դուք ունեք կուսակցություն, ունեք պատրաստվում եք կրկին բանակցել իր հետ հասկանալ ստեղծված իրավիճակում ինչ կարող եք դուք անել։ Ախր Ժիրայր Սեֆիլյանը ինչի պիտի կանի Սամվել Կարապետյանի կողքին։ Սամվել Կարապետյանը ով է, որ Ժիրայր Սեֆիլյանը պիտի կանի Սամվել Կարապետյանի կողքին։ Հովիկ Աղազարյանը ինչի պիտի կանի Սամվել Կարապետյանի կողքին։ Սամվել Կարապետյանը ով է, որ Հովիկ Աղազարյանը կանի Սամվել Կարապետյանի կողքին։ Կարապետյան ով է, դուք չգիտեք ով է, բարերար։ Հետո եւ Գործարար բարերար Հայաստանում միլիարդներ դրած մարդ է։ Այսինքն Սամվել Կարապետյանն ավելի քաղաքական գործակալ է ես, հա։ Քաշա Ժիրայր Սեֆիլյանը, հա։ Արա Պապյանը, հա։ Դե տեսանք Բևերը ինչքան ձայն հավաքեց, ուժեղ Հայաստանը ինչքան ձայն հավաքեց։ Մարդկանց ով է։ Բա մեկ էլ է կա։ Եթե դու դες համախմբես, փոքրում ես չպիտի նայես։ Դու համախմբվեք, ոչ թե համախմբվի։ Նիկոլ Փաշինյան հեռացեք իշխանությունից, հետո արի ընտրվի վարչապետ։ Ես ճանապարհ էինք առաջարկում 100%-ից որ ինքը վարչապետ էր դառնում, քիչ համաձայնվեց։ Հազարական դրեցի գալացի 100%-ից ճանապարհ, որ ինքը վարչապետ էր դառնում, քիչ համաձայնվեցի, որովհետև եթե հանգածակ այդ ճանապարհով ինքը վարչապետ դառնար, դուք ասեիք, բայց սյուժինք, բանը Աղազարյան Հովիկի Հակոբյանը ասած էր, լսես վարչապետ դառնալ։ Չեն ուզում ոչ մեկին լսել, ուզում են իրենք դևին սպանեն։ Իսկ որ դևին մենակ ասպոնում, եթե դառնա դև, ինձ պետք չի այդ դևը։ Այսինքն բացառում եք, որ նորից կբանակցեք բանակցել ես չեմ բանակցել, որովհետև ես իրանց համար շատ բան է, փոքր մակարդակի մարդ եմ, իրանք հարց չեն ամարել իմ հետ, որ վիրավորված եմ ես բան եմ, ես որ բանակցել եմ, ես իմ տեսակետները, մեկ տեսակետները գրել եք հրապարակապ, հարմար կգտնի, թող բան են առաջնորդին, որը առաջ 100% ապահովում էր հնարավորություն իշխանության գալու։ Տեսակ 7 ամիս առաջ եմ ասել, հեռախոսը հիմա ինչ անում, Նիկոլ Փաշինյանը, հիմա ինչ անում, հիմա շոտ տեսնում է։ Պարոն Աղազարյան, ստեղծված իրավիճակում ըստ ձեզ վերցնել մանդատները թե ոչ։ Եթե Բարգավաճ Հայաստանը կմտնի խորհրդարան, ապա այո, չվերցնեն։ Եթե Բարգավաճ Հայաստանը չի մտնի խորհրդարան, ապա պետք չի վերցնել։ Այսինքն ինչի մտնում փաստացի այս բարաբարը։ Չէ, դե ինչ եք ասում, հանրապետական դատարանը կարող որոշի։ Այսինքն եթե Բարգավաճ Հայաստանը մտնում է խորհրդարան, ապա անպայման թող վերցնեն մանդատները, որտեղ 44 մանդատը դա մեծ, շատ մեծ ուժ է, պետք չի բան անել։ Իսկ եթե Բարգավաճ Հայաստանը չի մտնում խորհրդարան, այսինքն տեղի անում տիեզերական մասշտաբի արտառոց կեղծարարություն, զեղծարարություն եւ այլ, դուք պետք չի մտնել։ Թող քաղաքացիական պայմանագիրը միայնակ փորձի ղեկավար։ Պարոն Աղազարյան, ինչու եք Սահմանադրական դատարանից այսպես ակնկալիքներ հույսեր կապում, ի վերջո մենք տեսնում ենք կազմը ինչպիսին է, Հրայր Թովմասյանին հեռացնի, կարծես յուրայիններով կազմ են ձևավորել, ինչպես նույն դեպքը նաեւ Բարսագույն դատական խորհրդում է։ Դե գիտեք ինչ կա, բոլոր դեպքերում պարտավոր է պետության կոմիսիան նախատեսված բոլոր ասեք իրավական նորմերով առաջնորդվեց։ Հակառակը, դերասացի հակառակը միանգամից փողոց գեներացնելն էր։ Փողոց, երբ որ ես ասում էի, որ Նիկոլ Փաշինյանը էլի իմ հարցազրույցում ասել եմ կդիմի ուժային մեթոդների, ռեպրեսիվ մեթոդների, ասում էին հեղափոխական վիճակ կառաջանա, պարոն Աղազարյան։ Ո՞վ է հելնելու փողոցը։ Այսօր չեն հելնի փողոց։ Վաղը կարան հելեն։ Դիմակացում եք վաղը երբ։
Այսօր չեն ելնի փողոց, որովհետև այն 100 հոգին, որ փակ գաղտնի քվեարկությամբ ձայնը տվել Սամվել Կարապետյանին, Ռոբերտ Քոչարյանին, իրաց ղեկավար դուժերին կներեք, Գագիկ Ծառուկյանին, իրաց կոչով այդ 100 հոգուց 2 հոգի հազիվ դուրս գան փողոց։ Եվ Նիկոլ Փաշինյանը չասում, հենց եկախտել, հենց հեղափոխություն արեք, այսինքն նկարի բոլորին փողոցում, ակտիվներին ջոգի, որտանց հերել անեցի, որ 5 տարի հետո մասին է մտածում Նիկոլ Փաշինյանը, ոչ թե իրացման մի ժամվա մասին։ Դուք ավելի լավ եք ճանաչում։ Ում։ Փաշինյանը։ Դա հարկավոր լսել իմ քորոտները։ Պարոն Աղազարյան, այսինքն չկա այն առաջնորդը, որը փողոցային շարժումը կարա ղեկավարի ու Այսօր չկա այդ առաջնորդը, որ փողոցային շարժում կարա գեներացնի, որովհետև նորից եմ ասում, այս ռեպրեսիվ ճնշումների պայմաններում մարդիկ կան հանգստանալ փողոց դուրս գան ուղղակի, որովհետև Նիկոլ Փաշինյանը դեպի ասում է դուրս եկեք, հրապարակություն արեք, իրականում հրահար Բավական մանդատներ որպեսզի ակտիվիստերին բանալի հավաքի փողոց նկարի եւ այլ հետո հարցերը լսի։ Հիմա տեսեք երբ կարա փողոցը գեներացնի։ Շատ իմ իր տանոց մոտիկ մարդիկ ձայնը տվել են քաղաքացիական պայմանագրին։ Երբ որ ես զրուցել եմ ասել եմ, բայց չկան այնպես բացել, որ Նիկոլ Փաշինյանը ստիպված պետք է լինի այդ փաստականը, այսպես կոչված ադրբեջանցի փաստականը վերադարձել կապված փաստաթուղթ ստորագրել։ Լավ լինի, պարոն։ Ասեմ լավելի չի։ Ենթադրեք, այսօր դու համոզվում ես, որ դա այդպես է լինելու։ Բայց դուք ձայն չեն տա։ Բայց այդ մարդիկ ձայն են տվել։ Հիմա երբ որ գա իրավիճակը, այդ մարդիկ է դուրս գան փողոց։ Դանակը ոսկորին հասնի։ Հա, այդ մարդիկ է դուրս գան, որովհետև դանացել է։ Հիմա 3 չեմիսոր արդեն եղել է, չէ՞, որ դու բադում ես Արամեթյան, Ադրբեջան պաշտոնյաներ, ադրբեջանցի բարձրաստիճան նախարար։ Այսինքն դանակը հասավ ոսկորին։ Հələ չի հասել։ Հասնի ժամանակ, երբ որ Նիկոլ Փաշինյանը պատրաստի ստորագրել փաստաթղթը։ Պարոն Աղազարյանի Այդ կներեք, այդ կնի վաղը, որ ասենք վաղ, այսօր հնարավոր չի, վաղը հնարավոր կանի։ Անկլավների հետ կապված է կարող ապատել, փոքրիկ բաների, բայց արդեն անկլավների հետ կապված ժողովուրդը հաշտվել է։ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարեց, որ իր իշխանության օրոք ոչ մի հատ ադրբեջանցի Հայաստան չի գալու, այսինքն դուք եք խոսքերից եք ստանում։ Դուք խոսքին վստահում եմ, մի քիչ ստորագրի, 5 տարի հետո իշխանության չի լինի եւ ժամանակ գասին կգան։